ընդամենը 7 րոպե անց 20 րոպեին մեզ պրոստը կոդրում են Վիցելը իշեց իր պրայմը Բորուսիայում եւ Չելսիբիա գոլ խփեց, պրոստը շատ սիրուն գոլ էր, ես դեռ սկզբում չտեսա ընդհանրապես, բայց հետո որ տեսա շատ գեղեցիկ գոլ էր։ Այդ գոլերից հետո Բարսան պրոստը քանդվեց, կոդրվեց եւ դրանից հետո սկսեցինք մենք ահավորլիքը բաներ բաց թողել պաշտպանությունում ու այն մարդիկ ովքեր որ ասում են որ պաշտպանության միակ խնդրեմ դա Արաուխոն է, սա ձեզ փաստ որ նույնիսկ Կուբարսին ու Էրիկ Գարսիան չեն կարող խաղալ առանց նորմալ պրեսինգի, այսինքն մեր պաշտպանությունը կազմվում է պրեսինգով եւ կոնտրպրեսինգով, իսկ պրեսինգն ու կոնտրպրեսինգը անում են հարձակվողները եւ պոզաշտիկները։ Խաղալ խաղացողը որ անում է պրեսինգը ու կոնտրպրեսինգը դա Ռաֆինյան է։ Առանց Ռաֆինյան մեր պաշտպանությունը ուղղակի քանդվեց եւ չստացվեց լավ պաշտպանվել, ինչը ցույց է տալի այս բոլոր խաղերը, նույն PSG-ի դեմ, նույն Սևիլիայի դեմ եւ նույն այս Ժիրոնայի դեմ խաղերը, շատ հեշտությամբ պաշտպանները բաց են թողում գնդակները եւ հարձակվողները ուղղակի անցնում էին։ Ածին են հելնում Շենսնիի դեմ, բայց լավա որ գոլ չկերանք, որտեվ առաջին թայմից հետո կարելի էր 4-1 պրոստը կոդրվել ու կարելի էր էթալ կոդրվել։ Երկրորդ թայմը սկսում է նրանով, որ Տոնի Ֆերնանդեսը դուրս է գալի եւ մտնում է Ֆերմին Լոպեզը։ Շնորհավորում ենք Տոնի Ֆերնանդեսի նորից, նրա առաջին խաղը։ Ֆերմինը մտնում է խաղ, Մարկուս Ռեշֆորդը գնում է հարձակվող եւ ձախից խաղում է Ֆերմին Լոպեզը։ Հենց Ֆերմին Լոպեզը մտավ, Բարսան սկսեց ավելի շատ հարձակվել ձախով, քան աչով։ Ձախից հարձակվողությունը ավելի վտանգավոր էր։ Ֆերմին Լոպեզը մի քանի լավ հարված արեց, վրատորը պահեց, մի քանիսն իհարկե շտանգը կպավ դեպա իհարկե։